Պարոն Սիմոնյան, քաղաքային իշխանությունը ձևավորված է, աշխատանքները ընթանում են, ընդհանրապես ինչպիսին եք գնահատում եւ ընդհանուր աշխատանքը ստացվում է, համագործակցությունը այս կոալիցիոն, այնուամենայնիվ շրջանակներում։ Այս պայն նոր է սկսվում, դե տեսակ երկու նիստերը վերաբերում են կադրային քաղաքականությանը, նոր է սկսվելու, հույս ունենք, որ լավ է լինելու։ Վարդան Ղուկասյանի հետ ինչ է աշխատում։ Դե մեր համար բոլորի հեշտ է, որովհետև մենք լավին լավն ենք ասում, վադին վադը։ Օրինակ ինչ լավ բան կա եւ ինչ վատ բան կա, որին կարող եք ասել։ Լավ բանը նա է, որ Գյումրի քաղաքը մերժեց գործող իշխանություններին, վատ բան էս պայն չեմ կարող արձանագրել, կաշխատենք, ընթացքը ցույց կտա։ Դեպ իշխանությունների կողմից շարունակում է Գյումրու ընտրությունները օրակարգում մնալ եւ նշում են, որ մասնավորապես ոչ ձեր դաշինքի, բայց ոմանց նկատմամբ ասում են 2026-ին տեսնելու են ոմանց քաղաքական վախճանը։ Ես չգիտեմ իրանք ինչ են տեսնում, մենք գյումրեցիներս համատեղ ուժերով իշխանազրկեցինք քաղաքացիական պայմանագրին եւ դա տեսավ ամբողջ Հայաստանը եւ ամբողջ հայությունը։ Որ ծառվեց այնուամենայնիվ մեկ մանդատի հետ կապված որոշակի խնդիրներ ստեղծել մեր քաղաքադաշինքի, չեք կարծում, որ նման գործերը կշարունակվեն եւ ի վերջո ԿՊ-ին կհաջողվի, իր ծրագիրը իրականացնել։ Իմ կարծիքով գյումրեցիները թասիբով պետք է պահեն մինչև վերջ եւ ոչ մի դավաճանական հայեցողությունների չտրվեն եւ պահեն այն հաղթանակը, որը գյումրեցին արձանագրել է։